Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտոնյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 14-ն է 2026 թվական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին ազգային տոնի առթիվ։ Ուղերձումն ասված է. Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, ջերմորեն շնորհավորում եմ եւ լավագույն մաղթանքներ եմ հղում ձեզ եւ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ։ Հուլիսի 14-ն առանձնահատուկ խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, հավասարության եւ եղբայրության արժեքները կիսող բոլոր ժողովուրդների համար։ Այսօրը լավագույն առիթն է արժևորելու Ֆրանսիայի հարուստ քաղաքական եւ գաղափարական ժառանգությունը, որի հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից։ Ինչու այսպես ավելի հանգամանալից անդրադարձա, որովհետև 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումով հետ սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը, այլ կերպ որ ասում են բուրժուա դեմոկրատական հեղափոխություն։ Գնահատականը հաստատ միանշանակ չէ։ Գնահատականը հաստատ այսպեսին չէ, ոնց որ արվում է։ Հարցն այն չի, որ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները ճիշտ են թե սխալ, դրա մասին չի։ Լուրջ պատմաբաններ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ ասում են, որ այդ 10 տարվա արյունալի հեղափոխության արդյունքում այնպիսի ձեռքբերումներ, ինչպիսին Ֆրանսիան ունեցավ, կարող էր ունենալ նաև հետագա տարիների ընթացքում, կարող էր ունենալ նաև առանց այդ հեղափոխության ու այդքան հեղված արյան։ Մի մասը ասում է, այո, բացարձակ միապետությունից անցնել սահմանադրական միապետություն առանց հեղափոխության չէ լինի, բայց այդ 10-ամյա հեղափոխության արդյունքում ի վերջո պալատական հեղաշրջում եղավ։ Նապոլեոն Բոնապարտը իշխանությունը վերցրեց, առաջի կոնսուլ դարձավ, հետո դարձավ կայսր, առաջի հանրապետություն ու շատ դեպքերում շատերն ասում են անգամ Նապոլեոնի ժամանակվա շատ բարեփոխումներ կար, որ հետագայում ավելի շատ կիրառելի եղավ, քան հեղափոխության ժամանակվա արածները։ Բացի դրանից, եթե հեղափոխությունը այդպես անդառնալի արդյունքներ ունենար, կարող է նոր հեղափոխության կարիքը չլիներ։ Թեպետ շատերն էլ ասում են, որ այդ ֆրանսիական հեղափոխությունը նաև ոգևորիչ եղավ շատ երկրների համար հեղափոխություն անելու, անգամ նաև Լատինական Ամերիկայի եւ այլ։ Ինչու եմ ասում։ Գնահատականը միանշանակ չէ, բայց ոնց է դողում իր պատմության վրա Ֆրանսիան։ Ոնց է դողում եւ աշխարհին պարտադրում, որ դա ընդունել որպես դրական, որ դրա մեջ տեսնել առաջավորը, արժեքավորը, որ այդ ամեն ինչը եղել է հանուն այս արժեքների ու գաղափարների։ Այն դեպքում, որ մի քիչ գործի տեղյակ մարդիկ գիտեն, որ արդյոք արդարացված էր այդպիսի դաժանությունը, արդյոք արդարացված էր այդպես կարգու 10 տարի իրար կոտորելը, որպեսի արդյունքում ձեռք բերել այն ինչը, որ կարող է ձեռք բերվել մեկ այլ տարբերակ։ Այսինքն ինչի համար եմ ասում։ Նիկոլ Փաշինյանը, որ այս բառերը գրում է, պետք է հիշի, որ իսկ մենք մեր պատմության հետ ոնց ենք վարվում։ Ցանկացած բան մտածում ենք, որ պետք է վերանայենք։ Ցանկացած բան այսօրվա պայմաններով ժամանակի պահանջներին չի համապատասխանում։ Այս բանը սենց չի, անկախության հռչակագիրը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, բայց նա ընդունվել է այդ ժամանակ։ Ինչը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը այսօրվա ժամանակակից պահանջներին համապատասխանում է։ Ինչի մասին է խոսքը։ Մարսելեզը, որ պետական օրհներգ է։ Մարսելեզը դա այսօրվա բառերը Նիկոլ Փաշինյանը, որ հիմա կարդա, ժամանակակից պահանջներին համապատասխանում է։ Բայց այդ մարդկանց համար դա պատմություն է։ Նրանք հարգում են, նրանք դողում են իրանց պատմության վրա։ Էդ էլ քիչ է, աշխարհին պարտադրում են դա։ Ասում են դուք տեսեք, որ ձեր հաջողություններն անգամ եկել է մեր հաջողություններից, երբ որ իրականում խորանում ես, այդքան էլ հաջողությունները մեծ չէին, ինչին որ իրանք հասել են։ Սա ուղղակի հիշենք մի բանի համար, որ այո,
Պարտադիր պետք է հիշել ու նշել եւ պարտադիր պետք է այդ ամեն ինչին հատուկ ուշադրություն դարձնել, բայց նաեւ տեսնել, թե ցանկացած պետություն ոնց է իր պատմության վրա դողում, ոնց է իր պատմությանը տեր կանգնում, ինչ էլ ուզում լինի, լավը ներկայացնում աշխարհին եւ ոչ թե դնում ու ասում, բա գիտեք ինչ, այս բանը հիմա այսպես չի, բա այն ժամանակ դուք էս էիք անում, վերջապես հասկացեք իրական Հայաստանը սա է, Ֆրանսիան ինչ է, այն ժամանակ չի մտածել ուրիշ Ֆրանսիաներին էլ կարող ասեն ինչ գործ ունես անդերծովյան տարածքների հետ, ձեր քաշի զբաղվի քու երկրով, Գերմանիան օկուպացրել էր Ֆրանսիան, բայց դա չէր դադարում նա իր անդերծովյան տարածքներին տեր կանգնել, որի արդյունքում էլ կարողացավ լուրջ դերակատարություն ունենա երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի մեջ։ Բա օկուպացված Գերմանիայում Շարլ դե Գոլը բա ինչ կապ ուներ։ Բա դուսերեկը կռվում էր։ Բա Գերմանիան չէր կարողացել վերահսկողություն սահմանի նաև գաղութների վրա։ Բա ով էր այդ ամեն ինչն անում։ Ֆրանսիան գործընկեր, օկուպացված Ֆրանսիան գործընկեր էր Ամերիկայի ու Մեծ Բրիտանիայի համար։ Մոռացել ենք դրանք։ Բայց այդ ժամանակ չեն ասել, դե լավ ինչի հետևից եք ընկել, գերմանացին եկել մտել Ֆրանսիա, դուք եկել ընկել եք այլ տարածքների մասին, կարողացել են կռիվ տան իրանց ունեցածի համար, իրանց գաղափարի ու արժեքի համար, որ նույնիսկ այդքան էլ միանշանակ չի, ինչքան որ հիմա մարդկանց ներկայացվում է։ Այս ուղղակի մեզ պատմության դասերի ուրիշի օրինակի վրա տեսնենք, թե ինչպես են իրենք վարվում իրենց պատմության հետ եւ ինչպես ենք մենք վարվում մեր պատմության հետ։ Իսկ հիմա նայենք ուկրաինական ճակատում, որ հիմա թիվ 1 հարցն է, թեպետ թիվ 1 հարցն է եղել արդեն 5-րդ տարի, բայց հիմա ավելի ակտիվություն կա, որով պայմանավորված պետք է ավելի հանգամանորեն անդրադառնան։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին։ Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային եւ մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները Ռուսաստանում նավթամթերքի հետ կապված որոշակի խնդիրներ են ստեղծում, սակայն իրավիճակն աստիճանաբար կշտկվի։ Ռուսաստանի Դաշնությունն աշխատում է Ղրիմին վառելիքով մատակարարելու այնպիսի համակարգ ստեղծելու վրա, որին հասնելը հակառակորդի համար շատ դժվար կլինի։ Հիմա տեսնենք, որ իրականության զգացումը Վլադիմիր Պուտինը կորցրել է միանշանակ։ Բայց նաև կոնկրետ նայենք Ղրիմի հետ կապված։ Անընդհատ իրան ասում են, որ Ղրիմը քո պատվի հարցն է։ Ղրիմով է սկսել այս ամեն ինչը, Ղրիմը պետք է ամեն գնով պահել Ղրիմը։ Եվ դա հատուկ նպատակային արվում է, որպեսզի Ռուսաստանին տանեն պարտության։ Եվ դա արվում է նաև Ռուսաստանի իշխանության ներսում։ Եվ դա ակնհայտ է։ Մի քանի օրվա ընթացքում 48 լցանավ խփեցին Ազովի ծովում։ Ինչ էին ուզում անեն, ուզում էին Ղրիմին հասցնեն վառելիք։ Ինչ եղավ, դրանից ինչ դաս քաղեց Վլադիմիր Պուտինը։ Շարունակեց նորն ուղարկել։ Եվ ընդհանրապես մի 9 օրվա ընթացքում արդեն արձանագրում է 112 լցանավի հարված, որոնք խոցել է Ուկրաինան։ Դուք ուզում եք ասեք սա պատահականություն, հա։ Ենթադրեք մի լցանավ էլ անցներ։ Ղրիմի կարիքները հոգալու էր։ Հասկանում եք, չէ՞ որ դա, այսինքն դրած ուղակի կոտորում ոչնչացնում են նավատորմը։ Այո, շատ ճիշտ, շատ կոնկրետ հարվածներ են հասցնում ուկրաինացիները, բայց Ռուսաստանը նպաստում է դրան, ժողովուրդ ջան։ Ինքը չի հասկանում, որ Ազովի ծովում չի կարողանալու այդ լցանավերը հասցնի Ղրիմին օգնության, բայց իր համար քանի որ դա սկզբունքային հարց է, շարունակում է խոսել Ղրիմից։ Ղրիմը մենք այնպես կմատակարարենք, Ղրիմը տեսել եք վիճակը ինչ է, ոնց եք մատակարարում։ Օպերատիվ շրջափակման մեջ ա վերցրել Ուկրաինան Ղրիմը, չեք տեսել։ Լա չեմ ասում Ազովի ծովով այդ արդեն պարզ է, Կերչի նեղուցն էլ այդ արդեն մոռացած հարց է։ Երկրի տարածքում արդեն թույլ չի տալի ճանապարհը Կերչից գնա հասնի Ֆեոդոսիա, արդեն ճանապարհին հարվածներ են հասցնում։ Եվ ուշադրություն, մասնագետներն ասում են Ուկրաինան այսօր շատ մեծ հնարավորություն ունի Ղրիմի կամուրջը ավերելու, բայց ինչի չի անում։ Այսօր ունի այդ հնարավորություն, ակնհայտորեն ունի։ Հարվածներ հասցնում է, կործանարար հարված դեռ ոչ։ Այն դեպքում, երբ որ ինքը մի քանի տարբերակ ունի կործանարար հարված հասցնելու։ Հստակ Ուկրաինայից ասում են,
Կամուրջը միակողմանի բաց է, գնացեք։ Եթե դուք ուզում եք մնալ, մնացեք։ Տեր կանգնեք Ղրիմին։ Այո, դուք Ղրիմի բնակիչ եք, մնում եք տեր եք կանգնում։ Ինչ մի խնդիր ա որ։ Իսկ եթե դուք եկել էիք 14 թվականից հետո, եկել էիք որ վայելեք, խլած Ղրիմը, հիմա հասկացաք որ պրոբլեմա ուզում եք գնաք, մենք ձեզ կոտորել չենք ուզում, վեր կացեք գնացեք։ Ճանապարհը չենք, հումանիտար միջանցք ենք տվել, կամուրջի տեսքով։ Իսկ եթե դուք ուզում եք մնաք, եթե դուք գտնում եք որ այո դա ձեր հայրենիքն է, դուք այդտեղ սեփականություն ունեք, ապրում եք, ապրել եք Ուկրաինայի ժամանակ, ապրել եք ռուսների ժամանակ, վաղն եք ապրեք Ուկրաինայի ժամանակ, կանգնեք, ոտի կանգնեք, փողոց դուրս եկեք, ասեք ես ինչ եք անում։ Դուք մեզ չեք կարողանում պաշտպանել։ Իբր թե եկել էիք, որ մեր ինքնորոշման իրավունքը հարգեք, ձեր ինքնորոշման իրավունքը հիմա հարգվում, հա։ Բայց դուրս եկեք փողոց պայք, եթե ցանկանում եք մնալ, մնացեք ու պայքարեք։ Եթե չեք ցանկանում մնալ, կամուրջը բաց է, գնացեք։ Սա է Ղրիմը պահելու Պուտինի տարբերակը։ Եվ սա, Ժորժ ջան, հիմա էլի այդ թեմային կանադառնամ, հեսա Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը համաձայնեցնելու հերթական փորձը Եվրամիության դեսպանները կձեռնարկեն հուլիսի 15-ին, այսինքն վաղը, երբ լրանում է ռուսական նավթի գների այսպես կոչված առավելագույն շեմի գործողության ժամկետը։ Ավելի վաղ Կալասը խոստովանել էր, որ Եվրամիության պատժամիջոցները ցավ են պատճառում եվրոպական տնտեսությանը, բայց կոչ էր արել մի փոքր համբերել հանուն երկարաժամկետ հաղթանակի։ Այո, շատերի սրտով չի, ասում է այս պատժամիջոցները մեր տնտեսությանն էլ է հարվածում։ 5-րդ տարին է մենք էլ մաշվեցինք։ Այո, շատ երկրներում իրոք դժգոհություններ կա։ Այո, հարկատուներն ասում են, բա մենք ինչի համար ենք սրա մեջ ներկաշվել։ Եվ ասում է, հասկացեք, մի քիչ էլ պետքա դիմանալ երկարաժամկետ հաղթանակ տանելու համար։ Այո, աշխատանք հետևողականորեն տարվում է համոզելու։ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարբերի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է. Միացյալ Թագավորության կառավարությունը համաձայնության է եկել Եվրամիության իշխանությունների հետ Ուկրաինայի ռազմական ֆինանսավորման 90 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրին միանալու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ դա Ուկրաինային հասանելիություն կտա ռազմական մատակարարների ավելի լայն ընտրության։ Հիմա տեսեք, Քիր Սթարբերը գնացող վարչապետը արդեն իր թիմակիցը լեյբորիստական կուսակցությունից արդեն գիտեն թեկնածուին, որը պետքա լինի։ Իդեպ արտահերթ ընտրությունների չեն գնում։ Լեյբորիստները ուղղակի փոխում են վարչապետին։ Այդ պարագայում Քիր Սթարմերը եթե համաձայնություն չունենար թիմից, անիմաստ էր, որ ինքը կանգներ եւ ասեր Մեծ Բրիտանիան չլինելով Եվրամիության անդամ, կամավորների համախմբման թիմի հետ միասին որոշել է, որ ինքը մասնակից է այս ծրագրին։ Ակնհայտ է, չէ՞ որ այն քայլը, որ այսօր անում է Քիր Սթարբերը, շարունակելու է իր հաջորդը, նույն իր կուսակից գործընկերը։ Այսպիսին է վերաբերմունքը Մեծ Բրիտանիայի։ Ու ես ասում եմ, Ժորժ ջան, եթե այո բրիտանացի ընտրողը, բրիտանացի հարկատուն դժգոհ է Քիր Սթարմերից, մտածում է, որ նա չկարողացավ հակաճգնաժամային ծրագիր իրականացնել, այնուամենայնիվ աշխարհաքաղաքական առումով Քիր Սթարմերը անգնահատելի ծառայություն մատուցեց համաշխարհային խնդիրները լուծելու հարցում։ Այո, նա պինդ կանգնեց Եվրոպայի թիկունքին, այսօր էլ է կանգնած Եվրոպայի թիկունքին։ Չի էլ ասեմ, դե լավ գնացող մարդ եմ, մի քանի օրից գնալու եմ։ Իմաստը ինչի սա պետք որ հիմա էլ կանգնեմ, սենց բաների տակ մտնեմ, ժողովուրդն էլ ասի, հերթական ծախսես, մեր վզին կապում նոր գնում։ Չէ, ինքը գտնում է, որ ինքը ճիշտ է անում։ Բազաչափ չի քննադատել իր նախորդներին, ասել արտաքին քաղաքականության վրա այդքան ծախս եք անում, որի պատճառով հիմա տնտեսությունը վատ վիճակի է։ Այո, քննադատել են տնտեսության հետ կապված հարցերում, բայց ակտիվ կերպով շարունակել արտաքին քաղաքական քայլերը, որը անում էր իրենցից առաջվա պահպանողական կուսակցությունը։ Այսինքն սա ինչի մասին է խոսում, որ Մեծ Բրիտանիայի արածը այս հարցում շատ կարևոր է, հատկապես երբ որ ինքը չլինելով Եվրամիության անդամ, բայց եվրոպական
հզոր երկրների հետ միասին թևութիգուն կեղած այս խնդիրները դնում է ու եթե դա չլիներ գնալուց մի քանի օր առաջ կարող է այդքան տպավորիչ չլիներ այդ դուք տեսեք այսպիսին է վերաբերմունքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակից հայտնել են Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են Ուկրաինայի հետ ստեղծել համատեղ հակաբալիստիկ կոալիցիա։ Կարծում ենք Եվրոպայի պաշտպանության համար անհրաժեշտ է գլոբալ լուծում, հրթիռային ապագա սպառնալիքների զսպման եւ հետմղման համար, ինտեգրված ճարտարապետություն, որը կմշակվի համատեղ ջանքերով, տեխնոլոգիական բացությամբ եւ վստահելի արդյունաբերական համագործակցությամբ, ասված է 10 երկրների համատեղ հռչակագրում։ Հիմա դուք տեսնում եք, թե ինչպիսի հետևողականորեն իրանք այս հարցերը առաջ են տանում, բացի դրանից հիմա նաև տեսնենք մեկ ուրիշը, խոսեցինք Մակրոնի մասին, որը եկող տարի գնում է, Մակրոնի մասին, որի վարկանիշը բավական ցածր է երկրում, դա ցույց տվեց նաև նախորդ վերջին ստորին պալատի ընտրություններում, որի դիրքերը զիջեց, բայց եւ միևնույն ժամանակ նորից հիշեցնեմ, որ այո Էմանուել Մակրոնը շատ լուրջ դերակատարություն ունի աշխարհակաղակական այս զարգացումների մեջ ու անկախ նայած թե ինչքան է իր երկրի ներսում իր վարկանիշը ընկած, նա ոսկի տառերով իր անունը գրել է համաշխարհային պատմության մեջ, որովհետեւ ինքը Կիր Ստարմերը եւ Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կանցլեր անգնահատելի ծառայություն են մատուցել։ Այո Հասկանում եմ, շատ դեպքերում երբ որ ինձ ասում են, ախր տեղյակ չեք, ներսում դժգոհություններ կա, ասում եմ, ժողովուրդ ջան, բայց ինչի՞ է թվում, թե տեղյակ չեմ։ Իհարկե տեղյակ եմ, բայց ասում եմ նաև գլոբալ աշխարհի հետ կապված հարցեր կա, որը որ մենք չենք դիտարկում, թե այսօրվա հարկատուն գոհա թե դժգոհ հարկերից կամ էլ թե չէ ապրանքների գների բարձրացումից։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Փարիզում անցկացված կամեցողների կոալիցիայի գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանը չի մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը։ Արձագանքելով այդ հայտարարությանը Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է. Անհնար է ձևակերպել անվտանգության երաշխիքներն առանց Ռուսաստանի մասնակցության։ Եթե իրոք դա եվրոպացիների համոզված դիրքորոշումն է, եւ եթե նրանք պնդում են այդ դիրքորոշումը, ապա դա բացարձակապես բացառում է եվրոպական երկրների մասնակցության հնարավորությունը կարգավորման գործընթացին։ Հիմա երեքի մասին էլ ասեցի, հիմա տեսնենք ինչին է սա վերաբերում։ Ընդհանրապես վերջերս, երբ որ ոգևորվել Ռուսաստանում, Թրամփի հետ իրանց հարցերը լուծել էին եւ ասում են, որ Ուկրաինան էլ պետք է չմասնակցի խաղաղության գործընթացին, Ամերիկան Ռուսաստանի հետ կպայմանավորվի եւ Ուկրաինային կներկայացնի վերջնագիր։ Եվրոպան ինչ կապ ունի, որ մտամ Եվրոպան է բանակցությանը պետք է մասնակցի։ Ամերիկան Ռուսաստանի հետ կպայմանավորվի, Ուկրաինային կասի այսպես է, Եվրոպան էլ արդեն փաստաթուղթը կնքելուց հետո նոր կմտածի, թե ինչպես է անվտանգությունը այնտեղ զորքեր տեղակայելով պահում, բայց բանակցային process-ում ինքը չկա։ Սա Դոնալդ Տրամփի կատեգորիկ կարծիքներ այդ ամեն ինչի մասին, որից շատ ոգևորվել էին Ռուսաստանում, ասում են վերջ հարցերը լուծված է։ Բայց չմոռանանք, եկեք նայենք, այդ ամեն ինչը 100 տարի առաջ չի եղել, այդ ամեն ինչն եղել է մեր աչքի առաջ։ Ու տեսել ենք, թե ինչպիսին է վերաբերմունքը։ Այո, ես անթակույց ասում եմ, որ 22 տարի խոսելով Եվրամիության Հայաստանի անդամակցության ՆԱՏՕ-ի մասին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության մասին, ես նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոմինանտ դերը նույնիսկ ավելի եմ կարևորում, քան Զբիգնև Բժեզինսկին երջանկահիշատակ, որն ասում են, այո, դոմինանտ դերը Ամերիկայի Միացյալ Նահանգների, անգամ Եվրասիայի վրա։ Նույնիսկ Բժեզինսկին հետագայում հետ քաշվեց այդ բառերից, մտածելով, որ նոր իրավիճակում այլևս Ամերիկան չի կարող այդ դոմինանտ դերը ունենալ։ Ես նույնիսկ այս պարագայում ասում եմ, այո, Ամերիկան պետք է կարողանա իր դերը վերականգնի, որից հետո սիրահոժար ձևով մյուս բևեռ դարձնի Եվրոպային, հետո երկուսով միասին որոշեն շնորհանեն Չինաստանին, որի պարագայում նոր կունենանք ավելի անվտանգ աշխարհ, բայց ինչու եմ ասում, նույնիսկ իմ այդ կատեգորիկ ձևով Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարության պարագայում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միասնական հանդես չի եկել Եվրոպայի հետ ու ասելա, որ գիտեք ինչ, ես օվկիանոսից ենկոմ, ես դա իմ պրոբլեմը չի,
որ դրա մասին մտածեմ, ես գտել եմ, որ ճիշտ է եվրոպական տեսակետը, ոչ թե ամերիկյան։ Մարդիկ զարմացած ասում են ոնց Թրամփի քաղաքականությունն էս քննադատում, բա ասում եք արևմտամ է, բա էս, չհասկացանք։ Այսինքն դա նշանակում է անլեզու բերանելն է։ Եթե անլեզու բերան պետք է ինես ինչ ասեն, ամեն ինչ ասես ճիշտ է, այնա Պուտինին կպաշտպանեինք էլի։ Այնտեղ է Պուտինին պաշտպանողներն են, որ ինչ էլի Պուտինը ճիշտ է։ Այո, եթե բախում ալնում Ամերիկա, Եվրոպա, եւ դա վերաբերում է Եվրոպայի շահերին, Եվրոպան կանգնած էր Ուկրաինայի թիկունքին, ճիշտ է Եվրոպան։ Երբ որ նույնիսկ եվրոպական երկրների 7 հոգով բարձրաստիճան պաշտոնյաներ գնացին Տրամփի հետ հանդիպելու 5 երկրի ղեկավարներ եւ 2 էլ բարձրաստիճան պաշտոնյաներ եվրոպական կառույցների։ Տրամփը ուզում էր ցույց տալ, որ ես եմ դրության տերը, այ եկել են sense 7-ով դեմս շարվել են։ Ես եմ որոշող։ Ու շատ շատերն ասում են, հեգնում էին, ասում են, տեսեք, ով է խաղի տերը, ով աստե որոշում կայացնող, տեսեք ոնց են եկել դեմը շարվել, համոզում, որ ինքը Ուկրաինային պաշտպանի։ Բայց ես ասել եմ, որ ճիշտ է այդ մարդիկ են։ Ճիշտ են, որ իրանք գնացել են կռիվ են տվել Ուկրաինայի համար։ Այո, Տրամփին ձևն էր պետք, որ որոշողը ես եմ եկել են դեմս նստել, բայց ես ասել եմ բովանդակությանը ուշադրություն դարձրեք։ Նրանք դրանով պարտադրեցին, որ Տրամփը վերանա իր որոշումը։ Տրամփը նույն բանը փորձեց անել Զելենսկու դեմ։ Անհարգալի ձևով խոսել։ Անգամ հասնել նրան, որ այսին չես հակե, կոստյումով ինչի չես եկե։ Հետո Զելենսկին կոստյում հակավ, չէ։ Զելենսկին ամենավատ ժամանակ, որ իր այդ այդպես վարվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հաղթած նախագահն ու փոխնախագահը, արժանապատվորեն ինքը կանգնից ու կռիվ տվեց իր պետության շահերի համար։ Եվ արդյունքում մենք ինչ ունեցանք, արդյունքում Դոնալդ Տրամփը փոխեց իր վերաբերմունքը։ Բաժանուրդ ջան, բա որ ինչ ելնի ասենք Տրամփը ճիշտ է, վաղը մյուս օրը Տրամփը իր վերաբերմունքը փոխում է, բա ոնց եք հետո կանգնելու ասել հիմա էլ է ճիշտ։ Բա վերլուծում էիք, ձեզ ճղում էիք, ասում եք, ով է դառել Զելենսկին, որ Տրամփի հետ այդպես խոսա, ով է դառել այս եվրոպական պաշտոնյաները գնացել են ոտերն են ընկել, այդ ձեր վերլուծությունները մարդիկ չեն հիշում, ինքն են հիշում, ձերն են հիշում։ Ինչու համար եմ ասում, եթե գիտես ճիշտ ես, տեր կանգնի քո սկզբունքներին ու քո գաղափարներին, անկախ նայես դիմացինը տողա։ Ու դա չի վերաբերվում մենակ Ամերիկային, Եվրոպային որևէ մեկին։ Դա վերաբերում է քո նաև քո երկրի ներսում, քո ընտանիքում, քո հասարակության մեջ։ Տեր ես, գտնում ես ճիշտ ես, պաշտպանի քո սկզբունքը, ոչ թե ասա նա ուժեղա։ Մեր աչքի առաջ չտեսանք ինչ եղավ։ Մի հատ հոդաբաց նախադասություն չկարողացող ասող մարդը, ոչ հայերեն, ոչ ռուսերեն, այդքան մարդ հավաքվել էր, ասում պիտի գնանք իրան ձայն տանք, որտեղ նոյեմբերի հունիսի 7-ին լինելու է վարչապետ։ Մեռանք բացատրելով, որ դա չի լինելու, որ ձեզ խաբում են։ Քանի մարդ կանգնեց արևմտամետի անուն հանած, որ կանգնեց, ասեց պաշտպանում եմ, որտեղ ինքը կարող է երկիրը փրկի։ Հիմա ուր են նրանք էլ։ Հիմա սկի չգիտեն ինչ պետք է անեն, որտեղ ասում ենք ուժեղը մենք ենք, որ չենք վախենում վազքով գնանք ուժեղի թևի տակ մտնենք։ Ուժեղը նա չի, որը որ ասում է գնացել եմ ուժեղի թևի տակ եմ մտել։ Բայց ամեն ինչի ինչի համար ենք ասում։ Դա համար եմ ասում 100 տարի առաջ չի եղել, որ ասեք թե լավ դեմի դրել վերլուծում ես 100 տարի առաջ ինչ ա եղել, եսի իրավիճակը ոնց էր։ Այս ինչի մասին խոսում ենք։ Զելենսկի Տրամփ հանդիպում, Զելենսկի, Տրամփ եւ եվրոպական առաջնորդներ հանդիպում, Տրամփի վերաբերմունքը Եվրոպայի նկատմամբ, Ուկրաինայի նկատմամբ, մեր աչքի առաջ ա եղել։ Ու դրա հետ կապված եղել է վերաբերմունք։ Այո, ցանկացած հարցի հետ կապված։ Նույն ձևի, որ ասել ենք, որ չողոքեվորվեք կապված ցեղասպանության հետ կապված Իսրայելի։ Քանի մարդեր ճղում իրան, որ ասում է, չեք հասկանում հազիվ առիթ է Իսրայելի հետ լավ լինել։ Ասում է գնացող կառավարության հետ լավ լինելով, ենք լավ լինելու։ Իսկ դուք գիտեք, որ այդ ամեն ինչը տենց է ալնելու։ Բայց այդ էլ էինք բացատրում։ Բայց իբրտե գործից հասկանում էիք, մարդկանց էլ բան էիք բացատրում։ Բայց հիմա այսօր ուրեք, բացատրեք։ Բա ոնց եղավ, որ այն կառավարությունը, որը հարցը առաջ քաշեց, այդ կառավարությունն էլ հետ քաշվեց, որտեվ իրատեսական չէր դա։ Բայց դա ենք ուզում ժողովուրդ ջան, իսկ այս ամեն ինչը վերաբերվում է մեր նաև մեր երկրի ճակատագրին։ Քանի հարց կա, որ ասում են, այ պետք է զիջենք, որ այսպես էլ է, այ պետք է սա մեր ճակատագիրն է։ Մենք եթե ինչ որ քայլ անենք, ինչ որ մեկին դուր չի գա։ Մեր աչքի առաջ քանի տենց բաներ ա փոխվել, որ մենք տեսել ենք։ Բայց թույլ հանդես գալու համար արդարացումը պետք է եղե։
Չէ, մենք չենք կարող դեմը դուրս գանք։ Ավելի ծանր վիճակում, քան Զելենսկին էր, որ գնացել էր Օվալաձև սենյակում հանդիպում էր Թրամփի հետ, որ բերել հատուկ շոու են սարքել էին, բերել էին նստացրել էին լրագրողներին, որպեսզի մի հատ հարձակումը ցույց տան, կոտրեն մանավանդ մարդը ինչքան ուզում անգլերեն իմանա չի կարող բնագրի ձևով իմանա այնպես, ոնց որ նրանք ուտեղ մտնում այդ անսպասելի բանավեճի մեջ։ Դա հենց ավելի ծանր վիճակ կար, երբ որ Ռուսաստանը հարված էր հասցնում, Ռուսաստանն էլ արդեն Ամերիկայի բարեկամն էր։ Ընդամենը պետք է ուղղակի համառություն ունենա, բայց մարդիկ իրանք կարծիքի համառություն չունեն, կարծիքի սկզբունքայնություն չունեն, իրանք չէին Զելենսկու տեղը կռվելու, իրանք չէին եվրոպական առաջնորդների տեղը կռվելու, իրանք ընդամենը մի կարծիք ունեին, հայ մարդու արժանապատիվ մարդու կարծիք, որ եթե ես գտնում եմ, որ այս բանը Տրամփը ճիշտ չի անում, կանգնում ասում եմ Տրամփը ճիշտ չի անում։ Սրա մասին է խոսքը։ Ուրիշի օրինակը նայեք, որպեսզի մեր վրա այդ ամեն ինչը հասկանան, ժողովուրդ ջան։ Մենք ամեն օր այս կարգի խնդիրների մեջ ենք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ի պատասխան Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Ադրբեջանը շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, նշել է. Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որն արտահայտվել է, նախագահ Ալիևի կողմից գոյություն ունի մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են մտերիմ հարաբերություններ եւ որոնք կիսում են այնպիսի դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Եվ այո, դա մեր տարաձայնությունների առարկան է։ Միաժամանակ մենք կարծում ենք, որ սա առիթ չէ, որպեսզի այս հարցը ստվեր գծի մեր երկկողմ հարաբերությունների վրա, մենք հավատարիմ ենք պրագմատիկ մոտեցմանը։ Այո, իրանք համաձայն չեն Ալիևի տեսակետի հետ, բայց հարաբերություններ փչացնել չեն ցանկանում։ Իսկ ինչա Հայաստանի հետ էլ ինչ որ հարցում համաձայն չեն, շատ ավելի մեղմ ռեժիմով է Հայաստանը հանդես գալիս, բայց իրանք հարաբերություններ փչացնելուց չեն վախենում, որովհետև Հայաստանը երբ որ կանգնում ու ասում է, որ ես գնալու տեղ ունեմ, ոնց որ ասում են գնալու տեղ չունես, Հայաստանն ասում էր գնալու տեղ ունեմ։ Գնալու տեղ ունենալը միայն հայտարարություն չի, դա կոնկրետ գործողություն է։ Այն նույն գործողությունները, որ ասելով, որ մենք ունենք, արած լինեինք, Ռուսաստանը իսկ բախտը չէր էլ փորձի սանկցիաների մասին խոսել։ Որտեղ կիմանար, որ մենք արդեն այդ հարցերը լուծել ենք։ Այդ լաբորատորիաների հարցներն է լուծած, ստանդարտների հարցներն է լուծած, սերտիֆիկացման խնդիրներն էլ է լուծած, բացի դրանից մարշրուտներն անորմալ պայմանավորված, որ պետք է գնան, ուր պետք է գնան, լաստանավային փոխադրումների հետ կապված պայմանավորվածություններ ձեռք բերված, որ Վրաստանից Ուկրաինայով կարողանան գնան ընդդեմ շարունակեն։ Այդ բոլոր հարցերը միայն հայտարարություն չի, որ մենք, այո, գնում ենք այլ ընտրանքային ճանապարհով, դա գործողություն է, որը պետք է արված լիներ։ Եթե արված լիներ, նույն Ռուսաստանը մեր հետ էլ էսևիկ խոսեր, ոնց որ Ադրբեջանին ասում է համաձայն չեմ, բայց քո հետ հարաբերությունները չեմ փչացնի։ Իսկ հիմա նայեք ինչ է կատարվում Իրանի հետ կապված, որտեղ դա էլ պակաս կարևոր չի մեզ համար, մանավանդ որ որոշակի խնդիրներ ու պլաններ պատկերացնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ գործընկերության, բայց նաև ուշադրություն, հիմա սա կարդամ ու նոր ասեմ ինչի նկատի ունեմ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզերշյան Ռուսաստանի հետ հարաբերությունները միշտ եղել են իսլամական հեղափոխության հանգուցյալ առաջնորդի, ինչպես նաև ներկայիս գերագույն առաջնորդի ուշադրության կենտրոնում։ Այս կուրսը նաև այսուհետ հետևողականորեն վճռականորեն կշարունակվի։ Ահա այն ինչի մասին ասում եմ։ Ժողովուրդ ջան, Իրանի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգները հարցը կլուծի շատ հեշտ, եթե ինքը լուծեց Ուկրաինայի հետ կապված հարցերը։ Ուկրաինայի հետ կապված հարցը լուծեց, Ռուսաստանը մի կողմ քաշվեց, Իրանի հետ խոսակցությունը լինելու է լրիվ ուրիշ ոճի մեջ, քանի Իրանը համարում է, որ Ուկրաինայի հետ ներքաշված են պատերազմում Ռուսաստանի դեմ, ինքը համարում է ինքը մենակ չի, համարում է նաև Չինաստանի շահերից է բխում, որ այդ պատերազմը շուտ չավարտվի, Չինաստանը, որտեղ ավելի մեծ կախվածության մեջ է գցում Ռուսաստանին։ Շատ լավ էլ օգտվում է Ռուսաստանից։ Հետևողականորեն Ռուսաստանի թույլ վիճակից օգտվելով նրա տարածքները հետևողականորեն վերցնում է։ Դա սկսում է արդեն դե պայմանագրեր կնքել, սկսում է ձեռնարկություններ ստեղծել, սկսում է մարդիկ բերել, որոնք վաղը մյուս օրը շատ հեշտությամբ քաղաքացիություն են ստանալու։ Այս պարագայում Ռուսաստանին պետք է հանել շարքից, վերջ, մի քայլ։ Եթե Ռուսաստանին չես հանում, Իրանը կանգնում ասում մենք Ռուսաստանի հետ ենք։ Սա է։
Հայաստանն էլ պետք է հասկանա, չէ, որ Իրանը Ռուսաստանի հետ է, որ այսինքն եթե հանկարծ Ամերիկայի հետ հարաբերությունը չկարգավորվեց, մենք չենք կարողանալու պոկվենք Ռուսաստանից։ Առավել ևս որ Նիկոլ Փաշինյանն առանձնապես չի էլ ցանկանում պոկվի։ Իհարկե ես էլ ժամանակին ասել եմ ու պարբերաբար էլ գտել եմ, որ Հարավային Կովկասում չպետք է լինեն բաժանարար գծեր։ Հարավային Կովկասի 3 երկրներն էլ պետք է լինեն նույն ռազմաքաղաքական տնտեսական տիրույթում, աշխարհը մեզ այդպես է անցալում։ Բայց այդ ռազմաքաղաքական տնտեսական տիրույթը ես պատկերացնել եմ Եվրոպայի հետ համագործակցության տարբերակով։ Ոչ թե Ադրբեջանն ասի մենք պետք է նույն տիրույթում լինենք, Հայաստանին չենք թողելու Եվրոպա գնա։ Ոչ թե Իրանն ասի մենք լավ հարևաններ ենք, Հայաստանին չենք թողալու Եվրոպա գնա։ Նաև Թուրքիան նույն ձևի մտածի, ինքը լինելով Եվրոպական մաքսային միության անդամ ու թեկնածու պետություն։ Եվ նույն Ռուսաստանը, որը ասում է, այդ ուր եք գնում։ Այո, եթե ուզենանք Հարավային Կովկասում խաղաղություն լինի, այդ խաղաղությունը մենք կարայինք, երբ որ հապկից դուրս եկավ Վրաստանն էլ, Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ դուրս գար, ոչ թե մնար այդ տիրույթում եւ նաեւ շարունակեր գնար դեպի ԵԱՏՄ, Եվրամաքսային միություն եւ ԵԱՏՄ։ Հիմա պատկերացրեցինք դրա համար եմ ասում, Իրանը մեզ համար բացահայտում է այն, ինչի մասին պարբերաբար խոսում ենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, մենք այսօր երեկոյան Իրանին շատ լուրջ հարված կհասցնենք, եւ մենք վաղը նրանց լուրջ հարված կհասցնենք, եւ նրանք դրա դեմ ոչինչ չեն կարողանա անել։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ մտադիր է նոր ռմբակոծության ենթարկել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը։ Մենք դա կանենք, մենք կավիրենք Քրքի լեռը, փոխանցեք իրանցիներին, որ պատրաստվեն։ Այս այդ Քրքի լեռը, որ ասում է, հենց այդ Նաթանզի միջուկային օբյեկտի մոտակայքն է, որի հետ կապված ինքը արդեն նաև հարվածները սկսել են այդ ուղղությամբ, ոչ թե մենակ այս օբյեկտին, այլ մնացած։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է կոնգրեսին Իրանում մարտական գործողությունների վերսկսման մասին։ Այն, ինչը որ հիմա ունենք, բախաղություններից էին խոսում տարածաշրջանում ու զարմանում էին, որ ամեն օր Իրանի թեման արծարծում ենք։ Ասում ենք Ժորժ ջան, դա հենց ուղղակիորեն կախված է մեր տարածաշրջանի հետագա զարգացումը, հասկացեք։ Աշներիդ առաջ տենում եք, որ Իրանն ասում է ոչ միայն տարածաշրջանը, Ռուսաստանը տարածաշրջանում ներկայացված է, Հայաստանի ուզում ենք Ռուսաստանին հանենք, Իրանն ասում է չեք կարա հանեք, ինքը իմ գործընկերն է։ Դոնալդ Թրամփի հանձնարարության ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 14-ին կվերսկսի Իրանի ծովային շրջափակումը։ Շրջափակումը կվերաբերի այն նավերին, որոնք մուտք են գործում իրանական նավահանգիստներ եւ առափնյա գոտիներ կամ լքում դրանք։ Հուլիսի 14-ը այսօր է։ Այսինքն այդ որոշումը կայացված է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանի տարածքում գտնվող ԱՄՆ բանակի ռազմաօդային բազայի օբյեկտներին եւ տեղակայման վայրերին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև հարվածներ է հասցրել Բահրեյնում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ռադարին, ԱՄՆ ռազմածովային ուժերի օդային վերահսկողության ռադարին եւ վաղ նախազգուշացման ռադարային համակարգին։ Patriot-ի հակաօդային պաշտպանության համակարգի ռադարները ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի օդային տարածքի կառավարման ռադարը եւ վաղ նախազգուշացման համակարգը ոչնչացվել են, ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ բանակի կապի համակարգերին, վառելիքի պահեստներին, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, դիտաշտարակներին եւ զինամթերքի պահեստներին։ Այնպես չի, որ պատասխան հարվածներ ամերիկացիներն են շատ ծանր հարվածներ հասցրել, նաեւ որոշակի բնակավայրերի Խուզեստան նահանգին էլ հարվածներ հասցրել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը եւ կմնա այդպիսին ընդմիշտ։ Հիմա լուրջ վիճաբանական խնդիր է առաջացել Հորմուզի նեղուցի հետ կապված։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ոչ մի կերպ չի հաշտվում, որտեղ փողի հոտ առել ու իրան թույլ չեն տալիս հոտ քաշի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Հորմուզի նեղուցը բաց է եւ կմնա բաց Իրանով կամ առանց Իրանի։ Մենք վերականգնում ենք իրանական շրջափակումը, որն այդպես է կոչվել, քանի որ այն միայն կանգնեցնում է Իրանի նավերի կամ հաճախորդների մուտքն ու ելքը,
բոլոր մյուս երկրները կունենան նեղուցի արդար և բաց օգտագործման հնարավորություն։ ԱՄՆ-ն այսուհետ հայտնի կլինի որպես Հորմուզի նեղուցի պահապան, բայց որպես այդպիսին և ելնելով արդարության սկզբունքից կփոխհատուցվի փոխադրող ամբողջ բեռի 20% դրույքաչափով աշխարհի այս չափազանց անկայուն հատվածին անվտանգության և ապահովություն տրամադրելու աշխատանքի համար անհրաժեշտ ցանկացած և բոլոր ծախսերի դիմաց։ Գործընթացը և ձևավորումը կսկսվեն անմիջապես, նշել է Տրամպը։ Տեսեք ինչ է կատարվում։ Հորմուզի նեղուցը բաց էր, վարձավճար գանձել չկար։ Ամերիկան հարվածեց Իրանին, հետո եղավ այդ պատերազմի գործողությունների շարունակություն, Իրանը վերահսկողություն հաստատեց Հորմուզի նեղուցի վրա, Ամերիկան եկավ Հորմուզի նեղուցը այն քիչ են կողմից փակեց, եւ ի վերջո ինչ ստացվեց։ Հիմա Ամերիկան ասում է, ես կարող եմ անվտանգ դարձնեմ Հորմուզի նեղուցը եւ դարձնեմ անվճար, բայց որպեսզի դա լինի անվճար, դուք պետք է վճարեք ինձ։ Շատ անվճար է այդ վճարովին, իհարկե, բավական համեստ տոկոսել ուզում է։ Բայց մինչև այդ ամեն ինչը կար էլի։ Եվ դա առաջացնում է նաև խնդիրներ, ու դա մենակ չի վերաբերվում ուրիշ նավերի, անգամ Պարսից ծոցի երկրների նավերին է վերաբերվում։ Ամերիկան, ասենք, Դոնալդ Տրամպի ճաշակը նրբացել է, ասում է, հիմա Տրամպը ինչ է ասում։ ԱՄՆ պաշտպանում է Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները եւ ակնկալում է փոխհատուցում Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման դիմաց։ Այդ երկրները խելոք իրանց համար ապրում էին, իրանց ոչ մեկը վտանգ չէր ներկայացնում։ Բայց երբ որ Ամերիկան հարվածեց Իրանին, Իրանը հարվածեց այդ երկրներին, ամերիկյան բազաներին, նրանք ներքաշվեցին պատերազմի մեջ, հետո ներուժի վրա վերահսկողություն սահմանեց։ Հիմա Ամերիկան ասում է, ուզում եք ձեր նավերն անցնեն, պետք է ինձ վճարեք։ Մոռացել է, որ այդ մարդիկ են այդքան վճարել են, էլի։ Բայց բազաները դրել էին, այդքան տեխնիկային փող էին տվել, Ամերիկայի հետ գործընկեր էին, Ամերիկայի հետ համաձայնեցնում էին իրանց քայլերը, նավթի գների հետ կապված ինչ էլ անում էին, նենց անում էին, որ Ամերիկայի սրտով լինի։ Ես ցանկանում եմ փոխհատուցում ստանալ, քանի որ մենք պաշտպանում ենք աշխարհի շատ հարուստ մի հատված, մենք գումարներ ենք ծախսում։ Ահա Դոնալդ Տրամպի պատկերացումը, որ այսինքն ինքը պատերազմը սկսել է, բավական լուրջ ծախսեր է տեղի ունեցել, այդ ծախսերի դիմաց ինքը ասում է, որ մենք պետք է փոխհատուցում ստանանք, բայց դա գործընկերային հարաբերությունները արաբական երկրների հետ ներողություն բավական ծանր ձևով փոխում է, ինչ առումով, որովհետև այդ մարդիկ մտածում են, բայց մենք Ամերիկայի հետ գործընկեր լինելու գինը նա էր, որ մենք անվտանգ լինեինք, բայց ինչ է կատարվում։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ չի պաշտպանում, գոնե Իրանի հետ չի կարողանում գա համաձայնության, որ մենք Իրանի հետ կարողանանք մեր հարաբերությունները կարգավորել։ Իրանը բացարձակ պրոբլեմ չունի արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու, ինքը նրանց առանձնապես բրցակցի խնդիրներ չունեն։ Դուք ձեր նավթն ունեք, նա իր նավթն ունի, եթե Իրանի նկատմամբ այս սանկցիան հանեն, դուք ձերը վաճառեք, նա իրանը վաճառի, ընդհանրապես ինչ խնդիր ունեն որ։ Բայց խնդիրն ուրիշ է։ Ասում դուք բերել ես բազան դրել ես, դա օգտագործում ես իմ դեմ, ես էլ դրա հետ կապված հարվածում եմ քեզ։ Հանի բազաները։ Ամերիկան էլ ասում է, ոչ թե բազաներ արեմ, բայց դա պահել եմ քո անվտանգության համար։ Ասում է, բայց չես պահում իմ անվտանգությունը։ Ահա, բայց քո համար եմ պահել։ Հիմա սա հասկանում եք ինչ խնդիրներ է առաջացնում։ Եվ այս անորոշությունը, որը առաջացնում է, հոմենագե ինչը որ տարածաշրջանը խաղաղ չի։ Դա նաև հարցը նա է, որ ամեն օր մեզ ասում են, բա գիտեք, հեսա թրիփը տեսեք ինչ ալնելու, տեսեք ինչ փողեր է գալու, տեսեք ինչ ալնելու, Ժորժ ջան, ասում եք, մարդկանց ոգևորում եք, մարդիկ արդեն դրանց փողերն են հաշվում, չեք հասկանում, որ այդ թրիփը չի լինի, քանի դեռ Իրանի հետ համաձայնություն չկա։ Իսկ Իրանը բավական վտանգավոր երկիր է։ Եթե Իրանի հետ մենք պրոբլեմ չունենք, դա շատ լավ է, բայց Իրանը ուրիշների հետ պրոբլեմ ունի։ Եվ Իրանը կարող է մեզ պարտադրի, ասենք, ասի գիտես ինչ, ես չեմ ուզում, որ դու այս բանը այսպես անես։ Իսկ Իրանը լավ էլ ներգրավված է Հայաստանում։ Դա եւ բնակչության թվով, եւ որոշակի հարցերով, եւ բիզնեսով, եւ հազարով մի խնդիրներ կա։ Իրանի հետ հարաբերություն փչացնելն ավելի վտանգավոր է, քան Ռուսաստանը։ Ուղղակի դա առավել ևս, որ Իրանը Ռուսաստանի հետ գործընկերությունը ինչպես տեսակ շատ բարձր է գնահատում։ Մենք ուղղակի այդ հակարտից դուրս չենք գա, Ժողովուրդ ջան։ Այդ դրա համար, երբ որ խոսում ենք, որ
այս անորոշության այս ամեն ինչի մեջ բարբերաբար երբ որ ասում ենք այո քայլ անելը դեպի Եվրամիություն, հստակ քայլերով գնալը դեպի Եվրամիություն, դա է մեր ճանապարհը եւ անվտանգության, եւ տնտեսական զարգացման, հեռանկարային զարգացման, դա համակարգ է, համակեցության կանոններ է, ընտանիքա, որի լիիրավ անդամ ես դառնում, մինչև անդամ դառնալ էլ քայլ առ քայլ գնում ես առաջ։ Հիմա այսպես նայենք, մենք Եվրամիությանը հայտ չենք ներկայացել։ Ռուսաստանը սանկցիա կիրառը, Եվրոպան ասել է ինչով օգնեմ։ Բարձր ամբողջ ծավալի չէր կարող օգնել ակնհայտավ, որ մենք այդ որակի ապրանք արտադրել չենք կարող։ Բայց այն ինչ որ ինքը պատրաստվում է օգնել, եթե մենք հետևողական քայլերով կանգնեինք ու ասեինք հիմա տեսնում ես, որ մենք խնդրի առաջ ենք կանգնած, եթե նույն Ռուսաստանի հետ հարաբերությունը փորձենք կարգավորել էլ, միևնույն է դուք գիտեք ցանկացած պարագայում նա մեր դեմը փագելու է, ինչ ենք անելու։ Ավելի հետևողականորեն չենք նստելու հետները խոսենք։ Այս են նույն եվրոպական երկրները չեն, որ այս անվտանգային հարցերը լուծում են հիմա Ուկրաինայի հետ կապված։ Այս նույն եվրոպական երկրները չեն, որ տեսնում եք ինչ խնդիրներ են լուծում, որ երբ որ ասում ենք վաղը մյուս օրը Եվրոպան ներկայացված լինի Հայաստանում, դա կարող է պայմանականորեն մեր բարեկամ Ֆրանսիայի տեսքով մենք ենթադրենք, դա պատկերացնենք, բայց ի նկատի ունեցեք դա քաղաքական տանիքի մասին է խոսքը, բայց կարող է ուժային կոմպոնենտը հենց լինի հենց ուկրաինականը, որը այսօր մարտական բովով անցնում է եւ Ուկրաինայի համար պատվի խնդիր է Ռուսաստանին դուրս մղելը։ Բայց այդ ամեն ինչում համար ենք բացատրում ժողովուրդ ջան։ Հիմա տեսնում եք այս անորոշությունը, հույս դնել Ամերիկայի վրա, առավել ևս որ Թրամփի վրա հույս դնել չի լինում, Թրամփն էլ այսօր կա, վաղը լիազորությունները պակասում է, ինչ ենք անելու։ Ում վրա ենք հույս դնելու։ Իրանն էլ ասում է չհասկացանք, շարունակում ես Ամերիկայի հետ խաղեր տաս, այս ոնց որ դու հուսալի գործընկեր չես, կարող է մենք մտնենք քու տարածքը։ Իրանը որ մտավ քու տարածքը, ով է հանելու Իրանին։ Ում վրա ենք հույսներս դնելու։ Բայց ամեն ինչը, որ քայլերի հաջորդականությամբ ասում ենք, կոնկրետ մեզ վերաբերվող հարցերի մասին է, չէ՞ խոսքը։ Չի լուծված այդ հարցը, ժողովուրդ ջան, իրար խաբելով ենք զբաղվում։ Ասենք Ամերիկան մեր անվտանգությունը թրիփով երաշխավորել է։ Հա, մենք էլ վերահսկելու ենք։ Ինչն ես վերահսկելու։ Կարելի է կարծել արդեն ճանապարհը պատրաստ է, մնացել է վերահսկելը։ Ու չեք տեսնում մեր երկրի ներսի օրակարգը։ Ուր է մեր երկրի ներսի օրակարգը։ Ինչից են խոսում, ինչ են քննարկում, ինչ թեմաներ են անում։ Ամբողջ սենսացիաները սրահով եք տնեց, մյուսը նենց։ Իհարկե շատ հարմար թեմաներ է այդ ամեն ինչը։ Թեման մարդկանց զբաղացնեն հետաքրքիր ձևով։ Բայց գլոբալ առումով որ գիտես ու երկրի ապագայի հարցը այսօր լուծված չի ու լուծողները ձևը չգիտեն, դա համար չեն էլ ուզում ցույց տան որ տես խնդիրներ կա, ասում են սուս մնացեք դուք այս հարցերով զբաղվեք։ Վաղը մյուս օրը փաստի առաջ ենք կանգնում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։